Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել կաթողիկոսի տեղապահի հարցերով։ Նույն աղբյուրի վկայմամբ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք և տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։ Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում հոգևորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թևեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։ Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակներում։ Փաշինյանը չի ներելու նաև, որ կաթողիկոսը թույլ է տվել Բագրատ Սրբազանը քաղաքական ուժեր ձևավորի ու առաջնորդի։ Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Մենք տեղեկացանք նաև, որ մայրաթոռում էլ որոշել են, որ հոգևորականներն ու եպիսկոպոսները մի տևական ժամանակ որևէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչև կհասկանան իրենց անելիքը։